4 տարի առաջ Ծիլ կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ աշխարհասփյուր հայ պատանիներին համախմբելու եւ հայկականության պահպանման ուղղված քայլերի համար։ Հաջողված մոդելի կիրառման արդյունքում կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել Ծիլ տուր հայերեն ստեղծագործական մրցույթը։ Նույն թվականին Ամրոց հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու համահայկական հարթակի աջակցմանն է միացել հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Vivan։ Առցանց տիրույթում իրականացված մրցույթը 2025 թվականին կրել է «Իմ անունով երկիրը» խորագիրը։ Յուրաքանչյուր անվանակարգ ունի իր նեղ մասնագիտացված ժյուրին, եւ ժյուրին երբ ստանում է հայտերը, ինքը անանուն է ստանում։ Ժյուրին այստեղ բացարձակ չի տեսնում աշխատանքի անունը, ստեղծագործողի անունացկանունը, միայն համար եւ աշխատանք։ Արձանագրվել է Հայաստանի եւ Սփյուռքի պատանիների ակտիվ մասնակցության ցուցանիշ 200 հայտ։ Մասնակիցներին հնարավորություն է տրվել հայրենիքի, ինքնության եւ պատկանելիության մասին իրենց պատկերացումներն արտահայտել հայերենով կամ օտար լեզուներով։ Значение этой инициативы невозможно переоценить։ Այս նախաձեռնության կարևորությունն անգնահատելի է։ Սա ոչ թե ուղակի շարադրության կամ ստեղծագործական մտքի մրցույթ է, այլ հայկական մեծ Սփյուռքի երիտասարդությանը համախմբելու ռազմավարական քայլ։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս հարթակը կապում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի ժառանգներին, անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք արտահայտում իրենց մտքերը, անգամ օտարագիր։ Աշտանը մեկնարկած մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են։ Դրանք գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են ձեռքբերումներն ու արել կարևոր դիտարկումներ։ Հետագայում մրցույթի ազդեցությունը ավելի թիրախային դարձնելու համար։ Ստացանք 1 իսպաներեն, 2 անգլերեն եւ 8 ռուսերեն լեզուներով աշխատանքներ։ Ձայների բազմազանություններ, բարբառի առումով։ Պաստառների մասով երևի հիմնական եզրակացության պետք է զբաղվել հենց այս ճյուղի կրթությամբ։ Սա լավ հնարավորություն է, որ այս սերնդի տեսնենք ինչպես են ստեղծագործում։ Արևելահայերենով, արևմտահայերենով եւ հայերենի տարբեր բարբառներով ինքնատիպ աշխատանքներ են ներկայացվել գրական ստեղծագործության, տեսողական արվեստի եւ օտարագիր անվանակարգերում։ Գալիք տարի նախատեսում ենք անել Ծիլ տուր աշխատարաններ, ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կունենան անընդհատ գրելու եւ անընդհատ ստեղծագործելու հնարավորություն։ Կայացել է մրցույթի պաշտոնական փակումն ու կազմակերպվել մրցանակաբաշխությունը։ Հիմնական անվանակարգերում առանձնացվել դրամական ու խրախուսական մրցանակի արժանացել 3-ական լավագույն աշխատանք։ Իսկ առաջին անգամ ներկայացված օտարագիր խրախուսական անվանակարգում լավագույն աշխատանքների հեղինակները ստացել են հայագիտական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։